Կարծում եմ միջազգային հանրությունը ուրախ կլինի համաշխարհային քաղաքական քարտեզի վրա տեսնելու ևս մեկ ժողովրդավարական երկրի ծնունդ, հայտարարեց Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը միջազգային հարաբերությունների խորհուրդ ամերիկյան հեղինակավոր կազմակերպության հարթակից նոյեմբերի 19-ին կայացած իր ելույթի ժամանակ։ Արցախի հանրապետության շինարարության փիլիսոփայության հիմքում ընկած են անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքները։ Քաղաքական տեսանկյունից Արցախի հանրապետությունը բոլոր չափանիշներով կայացած պետություն է, որն արդեն 2 տասնամյակ կայուն կերպով զարգանում է։ Մենք պատկանում ենք ժողովրդավարական հանրությանը և ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակով գերազանցում ենք շատ ու շատ ճանաչված պետությունների։ Ներկայացնելով Հարավային Կովկասը որպես տարբեր պետությունների հետաքրքրությունների կենտրոն, Բակո Սահակյանը նշեց, որ Արցախի հարցը տարածաշրջանում կայունության պահպանման ու ամրապնդման կարևոր պայմաններից է։ Արցախի նախագահը բարձր գնահատեց Միացյալ Նահանգների դերը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, նշելով, որ բանակցությունները թերի են և ամբողջական կլինեն, երբ Արցախը մասնակցի որպես բանակցային կողմ։ Ամփոփելով ելույթը Բակո Սահակյանը հայտարարեց, որ աշխատում են Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է և անպայմանորեն իրականություն կդառնա։ Արցախի ժողովուրդը վաստակել է այդ իրավունքը և քաղաքական և իրավական տեսանկյունից։ Խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և նրա անվտանգության չինչին իսկ թուլացման մասին։ Ինչպես արդեն նշել եմ, դրանք բացառիկ արժեքներ են և ենթակա չեն սակարկության։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ վերադարձ 1988 թվականի իրողություններին թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով անհնարին է։ Միջազգային հարաբերությունների խորհուրդը, որ 86 մասնաճյուղ ունի Միացյալ Նահանգների ողջ տարածքում, համաշխարհային հեղինակավոր ռազմավարական գիտավերլուծական առաջատար հաստատություն է, որտեղ տեղի են ունենում քննարկումներ ամենաարդիական քաղաքական ու տնտեսական իրադարձությունների շուրջ։ Կազմակերպությունը հյուրընկալել է համաշխարհային ղեկավարների բարձրաստիճան պաշտոնյաների։ Բակո Սահակյանի ընդունելությունը միջազգային հարաբերությունների խորհրդում նախաձեռնել էին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հիպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, խորհրդի Օրենջ Քաունթիի ընտրված նախագահ Սերժ Թոմասյանը, հոգավարձությունների խորհրդի անդամ Սիլվի Դերձակյանը։ Ազերիները փորձեցին խանգարել, այո, բայց չի ցկեցին որ ադիգալար, որովհետև our main point was Սակայն մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը կազմակերպությանը, ըստ որի խորհուրդը պետք է չեզոք լինի և չենթարկվի արտաքին որևէ միջամտության։ Ի վերջո, Բակո Սահակյանի ընդունելությունը կայացավ և այսօր անցնում է Լեպլեցուն դահլիճում, ինչի համար մենք շատ ուրախ ենք։ Չկարողանալով խոչընդոտել Բակո Սահակյանի ընդունելությունը միջազգային հարաբերությունների խորհրդում, մի խումբ ադրբեջանցիներ այդուհանդերձ ներկայացել էին Արցախի նախագահի հետ հանդիպմանը։ Նրանց մի մասը միջոցառման ողջ ընթացքն անցկացրեց ցուցապաստառներով ու թռուցիկներով Pacific ակումբի դրսում, մյուս մասն էլ հարցերի յուրատեսակ գրոհ էր կազմակերպել ակումբի ներսում։ Բակո Սահակյանը պատասխանելով մի շարք հարցերի նկատեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումն ու ադրբեջանական կողմի հետ որևէ հարցի շուրջ երկխոսության չկայացման միակ պատճառը Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումն է ու պարբերաբար իրականացվող սադրիչ գործողությունները, որ սպառնալիք են ողջ տարածաշրջանի, նաև աշխարհի համար։ Հարավային Կալիֆոռնիայում Բակո Սահակյանի ջերմ ընդունելությունը վկայում է, որ ամերիկացիները գնահատում են ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող Արցախի հանրապետության անկախ լինելու ձգտումը։ Նանե Ավագյան, Վարդան Ասմալյան, Հորիզոն հեռուստաընկերություն։